Բարի երեկո Ազատություն TV-ի ուղիղ եթերը լրատվական կենտրոնն է շարունակում, առաջիկա րոպեներին դիտեք։ Բարեգործության արգելքը խախտելու մեղադրանքով ձերբակալվել է Ուժեղ Հայաստանի անդամ Գոհար Ղումաշյանը։ Գոհար Ղումաշյանը 3 անչափահաս երեխաների մայր է։ Ընդդիմադիր ուժից տեղի ունեցածը քաղաքական հետապնդում են որակում։ Սա քաղաքական հետապնդում է։ Ծանրամարտի ֆեդերացիան պարզաբանել է ինչու են պահանջում դադարեցնել Գագիկ Ծառուկյանի լիազորությունները։ Ոստանգման է ենթարկվում, հաստատի ես երեխան, ոստանգվում է։ Վարչապետի հետ միջադեպից հետո ուղեղի ցնցում ստացած 18-ամյա Դավիթ Մինասյանը կրկին բանտային պայմաններում բուժում կստանա։ Անտալիայի դիվանագիտական ֆորումին առաջին անգամ չի մասնակցի Հայաստանի արտգործնախարարը։ Ամեն անգամ չեմ եկել։ Ոչ։ Երկու տարվա դադարից հետո ռուս իրավապահները կրկին անդրադառնում են ջերմուկի գործին։ Պակիստանն ըստ միջազգային լրատվամիջոցների կրկին առաջարկում է վերսկսել Վաշինգտոն-Թեհրան բանակցությունները։ Ձերբակալվել է Սամվել Կարապետյանի առաջնորդած ընդդիմադիր Ուժեղ Հայաստանի անդամ Գոհար Ղումաշյանը, ընտրություններից առաջ բարեգործության արգելքի մեղադրանքով։ Հակակոռուպցիոն կոմիտեն նրա համար տնային կալանք սահմանելու միջնորդություն է ներկայացրել դատարան։ Ըստ կոմիտեի Ուժեղ Հայաստանի անդամը այս տարվա մարտին այլ անձի օժանդակությամբ ընտրողներին բարեգործության անվան տակ մի դեպքում անհատույց տրամադրել է դրամական միջոց, մեկ այլ դեպքում արտոնյալ պայմանով խոստացել է ծառայության մատուցում։ Հակակոռուպցիոն կոմիտեն հաղորդել է, որ նույն մեղադրանքով ևս մեկ անձ կա ձերբակալված, բայց թե ով է չեն պարզաբանել։ Ուժեղ Հայաստանը հայտնել է, որ այսօր հարցաքննության է հրավիրվել նաև կուսակցության վայքի գրասենյակի պատասխանատուն, սակայն ըստ կուսակցության խոսնակի հավանաբար այլ գործի շրջանակներում։ Ընդդիմադիր ուժը տեղի ունեցողը քաղաքական հետապնդում է որակում։ Ուժեղ Հայաստանի նախընտրական ցուցակը գլխավորող Նարեկ Կարապետյանը սոցցանցերում գրել է, որ Գոհար Ղումաշյանը կրծքով կերակրող բազմազավակ մայր է։ Կարապետյանն իրավապահների այսօրվա գործողությունը որակել է մեջբերեմ մեծ հանրահավաքից հետո Փաշինյանի խուճապի հերթական դրսևորում։ Գոհար Ղումաշյանի հարցաքննությանը զուգահեռ հակակոռուպցիոն կոմիտեի առջև հավաքվել էին կուսակցության ներկայացուցիչները կաթի շշերով ակցիա անելով։ Ինչի մասին որ հիմա խոսակցությունը գնում է մի գործարանատիրոջ եւ ենթադրաբար մեր ընկերոջ մասնակցությամբ մի զրույց է, որտեղ խոսվում է, որ եթե Ուժեղ Հայաստանը հաղթի, դուք կունենաք պատվերներ, դուք կունենաք շատ աշխատանք։ Եվ դա դիտվել է որպես ընտրակաշառքի խոստում առանց հաշվի առնելու տվյալ գործարանատիրոջ տնտեսական հզորությունները արտոնյալ պայմաններ ստեղծելու, պատկերացրեք քրեական արտարադատությունը ինչ մակարդակի ենք մենք իջեցրել։ Գոհար Ղումաշյանը 3 անչափահաս երեխաների մայր է, իսկ փոքրիկը մանկահասակ է եւ կրծքով կերակրվող բալիկ է։ Մեր մյուս գործընկերուհին Վերժինե Ստեփանյանը, որը վայքի մեր գրասենյակի պատասխանատուն է, եւ իրավապահները նրան ուղեկցել են Եղեգնաձորի քննչական մարմին, նրա հետ այս պահին իր փաստաբանն է գտնվում, ելի մեծ անհայտ հանգամանքներում, անհայտ ու անհասկանալի պատճառներով Վերժինե Ստեփանյանը ուղեկցվել է իրավապահ մարմինների կողմից համապատասխան բաժին եւ ըստ ամենայնի հարցաքննվում է, դեռ չգիտենք ինչի համար, բայց մի բան կարող ենք, նույնը չէ, այլ հանգամանքներ են հավանաբար։ Սա քաղաքական հետապնդում է, սա գործող թույլ իշխանությունների կողմից փորձ է մեր կանանց միջոցով փորձել ճնշել մեզ։ Այս պահին արձանագրում ենք, որ Ուժեղ Հայաստան խմբակցության երկու կանանց Գոհար Ղումաշյանի եւ Վերժինե Ստեփանյանի նկատմամբ
իրավական անհասկանալի ու ապօրինի գործընթաց է ընթանում։ Նշել նաև, որ ի սկզբանե մոտեցումը եղել է կալանքի միջնորդություն ներկայացնելու։ Նշվածի տեսանկյունից կարևոր է այն, որ տնային կալանքը ավելի մանրակրկիտ քննարկվում է, բայց բոլոր դեպքերում պետք է նշել, որ նույնիսկ տնային կալանքն էլ ինքնին կալանքին համարժեք խափանման միջոց է գործընկերներ։ Եվ այդ իմաստով եկեք հասկանանք լավ ինչ ռիսկ պետք է լինի բացառապես դրական բնութագրվող բարձրագույն կրթությամբ Գոհար Ղումաշյանի նկատմամբ ինտենսիվ խափանման միջոց։ Սա է։ Հաջորդ ընտրություններին մասնակցելու հայտ ներկայացրած Ուժեղ Հայաստանի առաջնորդ Սամվել Կարապետյանի փաստաբանները վաղը մեկնարկող դատավարությանն ընդառաջ նրա տնային կալանքը փոխելու միջնորդություն են ներկայացրել։ Անցած ամիս հաղորդվեց, որ Սամվել Կարապետյանի դեմ քննությունը ավարտվել է, գործը ուղարկվել է հակակոռուպցիոն դատարան։ Արդեն շուրջ 1 տարի ազատ տեղաշարժից զրկված գործարարը մեղադրվում է իշխանությունը զավթելու հրապարակային կոչի 6.8 միլիարդ դրամի հափշտակության 1.8 միլիարդ հարկերից խուսափելու համար։ 10 ամիս տևած քննությունից հետո վաղը մեկնարկում է Սամվել Կարապետյանի դատավարությունը։ Մի քանի հոդվածներով հանցավոր ծագում ունեցող միջոցների օրինականացումից մինչև իշխանությունը զավթելուն ուղղված հրապարակային կոչեր։ Առաջին նիստին ընդառաջ միլիարդատեր գործարարի փաստաբաններն այսօր միջնորդություն մուտք արեցին դատարան, որպեսզի դատավորը վաղը նախ քննի Կարապետյանին տնային կալանքից ազատելու հարցը։ Նորաստեղծ Ուժեղ Հայաստանի առաջնորդը ցանկանում է մասնակցել իր կուսակցության հաջորդ շաբաթ կայանալիք համագումարին։ Առանցքային է, որ մինչ այդ համագումարը, որի օրակարգում հենց ընտրություններին վերաբերող հարցերն են, Սամվել Կարապետյանը հնարավորություն ունենա ամբողջությամբ մասնակցելու քաղաքական գործընթացին, որովհետև կուսակցության նախագահի մասնակցությունը առանցքային է։ Մենք տեսանք ինչպես օրինակ քաղաքացիական պայմանագիր կուսակցության նախագահ ինչ աստիճան ինտեգրված, ներգրավված էր process-ին։ Մրցակցության, հավասարության ընտրական գործընթացի երաշխիքների տեսանկյունից սա ակնհայտ անհրաժեշտություն է։ Սամվել Կարապետյանը թեև ղեկավարում է Ուժեղ Հայաստան կուսակցությունը, բայց ընտրություններին անմիջական չի կարող մասնակցել, քանի որ նաև այլ երկրների քաղաքացի է։ Ռուսաստանաբնակ գործարարը տնային կալանքի տակ է։ Մենք խոսում ենք օրինակ ամեն շաբաթ Կիրակի ուժերից մեկի քարոզարշավի մասին, իսկ ուժերից մյուսի առաջնորդի տնային կալանքի պայմաններում գտնվելու մասին։ Կարապետյանը իրավապահների ուշադրության կենտրոնում հայտնվեց, երբ Փաշինյանը պահանջում էր կաթողիկոսի հրաժարականը, իսկ ինքը հայտարարեց, թե իր ձևով կմիանա եկեղեցու պաշտպանությանը։ Իշխանությունը զավթելու կոչի մեղադրանքը հետագայում լրացվեց փողերի լվացման եւ այլ հոդվածներով։ Դատախազ Արգամ Դալլաքյանը երեք հանրային հեռուստաընկերության եթերում ներկայացնում էր գործարարի ենթադրյալ ծանր հանցանքները՝ 8.5 միլիարդ դրամի հափշտակություն եւ հարկերից խուսափում։ Օրինակ ըստ մեղադրանքի Սամվել Կարապետյանն ապօրինի փողերն օրինականացնելու համար Ռուսաստանի քաղաքացիների է որպես աշխատակից գրանցել։ Աշխատավարձի քողի ներքո այդ աշխատակիցների հաշիվներին փոխանցվում են գումարներ։ Խոսքը իմ կողմից նշված հանցավոր ծագում ունեցող գումարների մասին է։ Այդ գումարը այս ՌԴ քաղաքացիները ուղղում են Երևան քաղաքի կենտրոն վարչական շրջանի տարածքում եւ արտերկրում անշարժ գույքերի ձեռքբերմանը, ինչի արդյունքում կատարվում է ծառայողական լիազորությունների օգտագործման առանձնապես խոշոր չափերով փողերի լվացում։ Սամվել Կարապետյանի փաստաբան Արշակ Վարդանյանը մինչդեռ պնդում է, որ մի քանի տասնյակ քննիչներին չի հաջողվել հիմնավորել այս մեղադրանքները։ Հարցաքննվել են 40 անձ, որոնցից որևէ մեկը Սամվել Կարապետյանին վերագրվող արարքների առնչության վերաբերյալ որևէ փաստական տվյալ չի տվել։ Կատարվել են 81 զննության արձանագրություններ, բացառապես փաստաթղթեր են զնվել, այդ փաստաթղթերից որևիցե մեկում Սամվել Կարապետյանի անունը չի հիշատակվում։ Հիմա նման պայմաններում հմեկով ելույթ ունենալ, ներկայացնել, որ այնտեղ գումարային ահավոր թվեր եւ այլն, որ փողերի լվացման գործընթացն է կազմակերպվել։ Որից հետո էլ արդեն Դատախազ Դալլաքյանը երեք չի անդրադարձել իշխանությունը զավթելու կոչի մեղադրանքին, որի հիմքում Կարապետյանի մի քանի վայրկյանի հայտարարությունն է։ Եթե չհաջողվի քաղաքական գործիչներին, ուրեմն մենք էլ մեր ձևով ենք մասնակցելու այդ ամեն ինչ։ Հանրայինի եթերում հնչեցրած հայտարարությունների համար Սամվել Կարապետյանի փաստաբանները մտադիր են դատախազին բացարկի միջնորդություն ներկայացնել։ Սա քրեական վարույթ չէ, սա 135 հատորանոց դատական իշխանության
ղեկավարի կողմից վրեժխնդրություն է, սա վախի դրսևորում է եւ նման պայմաններում հայտնել այդպիսի հասարակությանը տեղեկատվություն, որ հաստատված այն էլ հանգամանքներով իրականությանը չհամապատասխանող 59-ամյա Սամվել Կարապետյանը ըստ Forbes պարբերականի 41 միլիարդ դոլարի կարողություն ունի, նախկինում նա ուղղակի ներգրաված չի եղել քաղաքականության մեջ։ Ամպեր են կուտակվում քաղաքական հայտ ներկայացրած իշխանության փոփոխության մեկ այլ ջատագով Գագիկ Ծառուկյանի գլխին։ Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեն 22 տարի նախագահող Ծառուկյանին վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանի ղեկավարած Ծանրամարտի ֆեդերացիան անօրինական պաշտոնավարման մեջ է մեղադրում։ Հարցը դատարան են հասցրել։ Մինչ քննությունը Ծառուկյանի թիմից արդեն հայտարարել են քաղաքական հաշվեհարդար է, դատարանում կարծում են հաղթելու են։ Ծանրամարտի ֆեդերացիան դատարան դիմելուց 5 օր անց պարզաբանել է, թե ինչու են պահանջում Գագիկ Ծառուկյանի լիազորություններն Օլիմպիական կոմիտեի ղեկավարի պաշտոնում դադարեցնել։ Ֆեդերացիան, որը նախագահում է վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը, համարում է, որ Ծառուկյանի պաշտոնավարումը իրավաչափ չէ, քանի որ 4 տարվա ժամկետն ավարտվել է 2025-ի սեպտեմբերի 9-ին, ու դրանից հետո ընտրություն չի եղել։ Ըստ ֆեդերացիայի կոմիտեի նախագահի վերստուգիչ հանձնաժողովի լիազորություններն ու որոշումներն այդ ժամկետը լրանալուց հետո վավեր չեն։ Ըստ կանոնադրության վերստուգիչ հանձնաժողովը պետք է տարեկան առնվազն 3 անգամ նիստ անցկացներ։ Վերջին տարում այդ նիստերից ոչ մեկը տեղի չի ունեցել, այնինչ հանձնաժողովն ունի ֆինանսական գործունեության, ծախսերի ուսումնասիրության եւ մի շարք այլ առանցքային գործառույթներ։ Ուստի պարզ չէ, ինչ հաշվետվություն է կազմվելու եւ ներկայացվելու, ընդ որում հրավիրված նիստի որևէ նյութ տրամադրված չէ։ Օլիմպիական կոմիտեի կանոնադրությամբ էլ գործադիր կոմիտեն, որի կազմում են նախագահն ու այլ պաշտոնյաներ, ընտրվում է 4 տարի ժամկետով։ Վերջին ընտրությունը 2021-ի սեպտեմբերին է եղել։ Կոմիտեն այս տարվա ապրիլի 11-ին էր գլխավոր ասամբլեայի հատուկ նիստ հրավիրել, որ նոր ընտրություններ անցկացներ, ու ֆեդերացիայի դատարան դիմելով նիստը տապալվեց։ Հենց այդ նիստին պետք է ընտրվեր, եւ դա եղավ պարզապես բիրտ ինչ-որ խոչընդոտ մեր Օլիմպիական կոմիտեի օլիմպիական շարժման բնականոն գործունեության հանդեպ։ Արայիկ Հարությունյանի ղեկավարած ֆեդերացիայից նշում են, որ նիստի մասին էլ խախտումներով են ծանուցվել։ Օրակարգում միայն ընտրությունների մասին է նշված եղել։ Պարզ չի եղել, որ մարմիններն են ձևավորվելու, ովքեր են թեկնածուները, այդպիսով ըստ իրենց խախտվում է ֆեդերացիայի որպես օլիմպիական կոմիտեի անդամ ընտրվելու ու ընտրելու իրավունքը։ Հաշվի առնելով այս եւ մի շարք այլ առերևույթ խախտումներ, ֆեդերացիան դիմել է դատական մարմիններին, վիճարկելով տեղի ունեցող գործընթացների օրինականությունը։ Եթե ֆեդերացիան պնդում է, որ կոմիտեի ղեկավար կազմը ապօրինի է պաշտոնավարել ու որոշումներն էլ իրավաչափ չեն, ինչու է այսքան սպասել, ինչու չի դիմել այդ ժամկետից հետո, երբ առանց ընտրությունների պաշտոնավարումը շարունակել են, ինչու հենց այս փուլում որոշեցին քայլանել, երբ Գագիկ Ծառուկյանը հայտարարեց ընտրապայքարին միանալու մասին ու քննադատում է իշխանությանը։ Ֆեդերացիան այս հարցին չի անդրադարձել։ Գլխավոր քարտուղար Սամվել Գասպարյանը պնդեց, թե կոմիտեի կանոնադրությանը նոր են ծանոթացել։ Բացի այդ, նիստի մասնակցության ծանուցումն էլ, որ համարում են խախտումներով, առաջին անգամ մարտի 23-ին են ստացել, ոչ թե դրանից առաջ։ Մենք չունենք պաշտոնական գրություն, որը հիմք կհանդիսանար, եւ որպես անդամ չունեինք կանոնադրությունը, որպեսզի հստակ նշված լիներ։ Մենք ունենք պաշտոնական գրություն ՀԱՕԿ-ի կողմից, եւ մեզ առաջին գրությամբ ծանոթացել են, որ գլխավոր ասամբլեայի նիստ պետք է լինի ու գտնվելու վայրը։ Նշված չի եղել, ինչ ընտրությունների մասին է խոսքը, երբ կանոնադրությունը ձեռք բերեցինք հստակ կետերին ծանոթանալով, ֆեդերացիան որոշում կայացրեց, որ պետք է իրավական լուծում ստանա այս խնդիրը։ Ինչու 2025-ին ընտրություն չի եղել։ Օլիմպիական կոմիտեի գլխավոր քարտուղար Հրաչյա Ռոստոմյանը երեկ Ազատությանը ասել էր, թե ժամկետի սահմանափակում չկա։ Ամառային օլիմպիական խաղերից հետո նշանակվել է հատուկ նիստ ապրիլի 11-ին, եւ այդ նիստը տապալվեց։ Մենք գործում ենք մեր կանոնադրության համաձայն, իսկ կանոնադրությունում հստակ գրված է գործառույթները։ Այս հարցի հանգուցալուծումը մեր եւ մեր մարզաշխարհի օգտին է լինելու, ես դա միանշանակ վստահ եմ։ Բարգավաճ Հայաստան կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանը Օլիմպիական կոմիտեն ղեկավարում է 22 տարի։ 2004 թվականից համացանցում հրապարակված նյութերից տեղեկանում ենք, որ պաշտոնավարման ուղիղ 4 տարվա ժամկետը չի պահպանվել։ Ըստ այդ հրապարակումների Ծառուկյանը վերընտրվել է 2008-ին, 2013-ին, 16-ին ու 21-ին։ Ծառուկյանի պաշտոնավարման իրավաչափությունը Ծանրամարտի ֆեդերացիան վիճարկեց Արայիկ Հարությունյանի ղեկավարման 3-րդ ամսում։ Բազմաթիվ անդամներից ընդամենը մեկը Ծանրամարտի ֆեդերացիայի ձեր նշած նախագահը
ստանալով օրակարգը որոշել է որևէ առաջարկ չներկայացնել օրակարգային հարցերի վերաբերյալ, այդ թվում տեխնացությունների մասով եւ որոշել է, որ պետք է խոչընդոտի կոմիտեի բնականոն աշխատանքը։ Ֆեդերացիայի այս քայլը ընդդիմադիր պատգամավոր Էլինար Վարդանյանը, որ առաջիկա ընտրություններում Գագիկ Ծառուկյանի նախընտրական ցուցակում է, համարում է քաղաքական հաշվեհարդար։ Ֆեդերացիայի ներկայացուցիչը ժխտում է, որ քաղաքական միտում կա։ Օլիմպիական կոմիտեն այս փուլում ինչ է անելու, փորձելու է նիստ հրավիրել մյուս 38 ֆեդերացիաների մասնակցությամբ ու ղեկավար կազմ ընտրել։ Մեր այս հարցին այսօր ոչ Ծառուկյանի խոսնակը արձագանքեց, ոչ էլ կոմիտեի գլխավոր քարտուղարը։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ընտրություններից առաջ Վայոց ձորի և Արարատի մարզերում այցելել է այն ուսումնական հաստատություններ, որը իր կառավարությունն է կառուցել։ Իսկ չլուծված խնդիրները լուծելու բանալին քաղաքացիական պայմանագրի ցուցակը գլխավորող Փաշինյանը ՀԴՄ կտրոններ պահանջելու մեջ է տեսել։ Բարև ձեզ, լավ եք, ինչ եք եփում։ Հոտը լավն է, իհարկե, բայց Վարչապետի այսօրվա այցը Արենի համայնքի ելփին բնակավայր սկսվեց խալաթով ու բախիլներով, ավարտվեց գյուղական խնդիրների բարձրաձայնմամբ։ Եթե 10 օր առաջ Նիկոլ Փաշինյանը նորակառույց մանկապարտեզ էր մտել եւ խոհանոցում անձամբ ստուգել կաթսաների պարունակությունն առանց հատուկ արտահայտուստի, ապա այս անգամ պահպանեց սանիտարական կանոնները։ Ելփինում 60 երեխայի համար նախատեսված մանկապարտեզի խոհանոցում սնունդը պահելու համար տեղադրվել էր 5 հատ մարդաբոյ սառնարան ու մի սառցարան։ Այս տեխնիկական առատությունը վարչապետի մոտ զարմանք ու ծիծաղ առաջացրեց։ 1, 2, 3, 4, 5 սառնարան, մի սառցարան։ Այստեղ սառնարանների թիվը 5 է։ Սովորաբար 4 առնում, բայց այդ բանի խողովակը հենց միանգամից երևալ, բարակ խողովակ է։ Օդատարը նեղ է, նկատեց վարչապետը, ըստ նրա դա էր պատճառը, որ ճաշի հոտը միջանցք էր հասնում, թեթև դիտարկում արեց առանց հանդիմանանքի։ Օդատարը, խողովակը բարակա, դրա համար էլ միջանցքում մի թեթև ճաշի հոտ կար։ Հունիսի 7-ի ընտրություններից առաջ Փաշինյանը ինտենսիվացրել է աշխատանքային այցերը մարզեր, այսօր Արարատի և Վայոց ձորի մարզերում էր։ Մանկապարտեզի գունավոր պատերից այն կողմ բակում գյուղացիներն էին, իրենց տարիների կուտակված հոգսերով։ Եթե վարչապետը խոստացավ հաջորդ տարի լուծել խմելու ջրի խնդիրը, ապա ոռոգման ջուրը ելփինցիների համար դեռ անհասանելի երազանք է մնում։ Վերջին 2 տասնամյակում գյուղի շուրջ 80 հեկտար այգիները պարզապես չորացել են, մարդկանց թողնելով առանց աշխատանքի ու հույսի։ Ջրամբարը մենք այնքան ենք ասել, արդեն ոնց որ ամաչենք հաջորդ անգամ նորից այդ հարցը բարձրացնել։ Ամաչելու բան չկա։ Հիմա այս ջրամբարի հարցը ինչ ա լինում։ Առաջիկայում թրիփ նախագիծը կսկսի աշխատել։ Վարչապետը վստահությամբ անդրադարձավ նախորդ տարվա օգոստոսին ձեռք բերված պայմանավորվածություններին։ Չնայած դեռ հայտնի չէ, թե երբ կսկսվի շինարարությունը, Սյունիքով Ադրբեջանը Նախիջևանին կապող երկաթուղու գործարկումը, Փաշինյանը ներկայացրեց այն որպես հաստատուն իրողություն։ Ըստ գործադիրի ղեկավարի հարավային երկաթուղու վերագործարկման արդյունքում Հայաստանը տարանցիկ երկիր կդառնա, ինչը կնպաստի նաև նոր աշխատատեղերի ստեղծմանը։ Ասում եմ, ոնց որ նախորդ շրջանում առաջնահերթություններից մեկը առաջնահերթությունը խաղաղությունն էր, առաջիկա 5 տարի առաջնահերթություններից մեկը կարևոր հարցերից մեկը ներքին լինելու է ջուրը։ Գազ չկա, ջուր չկա, տրանսպորտ չկա, գյուղացիների ձևակերպած խնդիրներին վարչապետի լուծումը ՀԴՄ-ներն են, ավելանան շատ խնդիրներ կլուծվեն։ ՀԴՄ, ինչքան ՀԴՄ ելնի, գազն էլ կանենք, 16 միլիոնն էլ կտանք, ճամփեն էլ կսանքենք, դպրոցներ, ջուրն էլ, թոշակն էլ, առողջապահությունն էլ, կարճ ասած հերթով կլուծենք։ Այցի հաջորդ կանգառը Պարյուր Սևակ գյուղի նորակառույց դպրոցն էր։ Այստեղ վարչապետի տոնայնությունն էականորեն տարբերվում էր 2 տարի առաջ Լոռու մարզի Մեդովկա գյուղի մոդուլային դպրոցում ունեցած ելույթից։ Եթե այնտեղ շինարարական թերությունները կոռուպցիոն կասկածների ու խիստ պատիժների առիթ էին դարձել, ապա այսօր Փաշինյանը շնորհակալություն հայտնեց շինարարներին, նկատելով, որ աշխատանքի որակը գնալով լավանում է։ Դե հիմա որտեղ նայում ենք շինարարը ամեն տեղից ուզեցել է 1000 դրամ տանի, դա չի կարելի դից աշխատել, էս ինչ ձև է։ Հատկատենք ուզում ենք շինարարից, մեզ փող է տալիս։ Խիչ են անում իրաց գործез մարդիկ։ Իհարկե շինարարությունը շատ բարդ ստեղծագործական process է, բայց այնուամենայնիվ ստեղծագործական process է եւ այդ ստեղծագործությունը գնալով ավելի լավն է դառնում եւ ես դրա համար շատ ուրախ եմ։
Արտաշատի նորաբաց ավագ դպրոցում նույնպես, թեև մտավ բոլոր սանհանգույցներ, բացեց ծորակներն ու լոգախցիկների թափանցիկ վարագույրները, բայց վարչապետի բարձրաձայնած միակ թերությունն այն էր, որ դպրոցի արտաքին պատերը գունավորված չէին, ինչպես մյուս դպրոցներում։ Գունային ստանդարտը ինչի՞ չենք ապահովում։ Գունային ստանդարտը, գունային։ Գույն պայմանավորվել ենք, չէ՞ որ դպրոցներն նույն գունային բանի մեջ Նորակառույց կրթօջախների բակերում գյուղացիները վարչապետին դիմավորում էին ծափերով, մոտենում շնորհակալություններով ու սրտառուչ բառերով։ Շնորհակալ ենք մենք ձեզանից։ Մենք շնորհակալ ենք։ Շատ գոհ ենք։ Ուրախ ենք։ Ես երազել եմ, որ քեզ գրկեմ։ Հայաստանի Հանրապետության ցնահ վարչապետ Նիկոլ Փաշինյանին։ Ես շոտ եմ սիրում։ Ես էլ ձեզ եմ շատ սիրում։ Մնաս Շատ լավ, որ չի ստացվում իրար լսել։ Արարատում էլ տեղացիները խոսեցին չլուծված խնդիրների մասին, փակված բնակարանային ծրագրերից մինչև հաստատուն խաղաղության ակնկալիք ու գերիների վերադարձ։ Խաղաղություն տվեք, ես ժողովուրդը մերկել։ Խնդրում եմ մեր գերիներին ազատեք բերեք, էլի։ Պարոն վարչապետ, լսեք, էլի։ Սուրբ Աննա եկեղեցում վարչապետի հետ միջադեպի մասնակից Դավիթ Մինասյանի գործը հսկող դատախազը վերացրել է պատանու կալանքը, բառացիորեն րոպեներ առաջ հայտնել է նրա փաստաբանը։ Հենց նոր Դավիթը ազատ արձակվեց Արմավիր բանտից, Facebook-ում գրել է Լուսինե Մարտիրոսյանը։ Վարչապետի անվտանգության աշխատակցի հարվածից հետո ուղեղի ցնցում ստացած ավագ դպրոցի աշակերտի նկատմամբ բացակայելու արգելք է կիրառվել։ Դատախազի այս որոշումը ինչ-որ առումով անակնկալ էր, քանի որ օրեր առաջ կալանքից ազատելու փաստաբանների դիմումը հենց նույն դատախազությունը մերժել էր։ Ավելին 3 պատանին հիվանդանոցից կրկին բանտ էր տեղափոխվել։ 18-ամյա աշակերտը մեղադրվում է Ծաղկազարդի պատարագի օրը Թիկնազորի հետ Երևանի Սուրբ Աննա եկեղեցի մտած վարչապետի դեմ բռնություն գործադրելու եւ խուլիգանության հոդվածներով։ Նիկոլ Փաշինյանի համար ճանապարհ բացող անվտանգության աշխատողների հրմշտոցից վրդովված ավագ դպրոցի աշակերտը ձեռքը բարձրացրել էր վարչապետի ուղղությամբ։ Դրանից հետո անվտանգության աշխատողը հարվածել էր տղային, վայր գցել նրան։ Երևանում օրեր շարունակ Դավիթին ազատ արձակելու պահանջով ակցիաներ, ստորագրահավաք եւ նույնիսկ նստացույց անցկացվեց։ Եթերում Ազատության լրատվական կենտրոնն է, մեր լուրերին կարող եք հետևել նաեւ Ազատության տելեգրամյան ալիքում, իսկ այս ծրագրի երկրորդ մասում առաջարկում եմ դիտել։ Անտալիայի դիվանագիտական ֆորումին առաջին անգամ չի մասնակցի Հայաստանի արտգործնախարարը։ Ամեն անգամ չեմ եկել։ Ոչ։ 2 տարվա դադարից հետո ռուս իրավապահները կրկին անդրադառնում են ջերմուկի գործին։ Պակիստանն ըստ միջազգային լրատվամիջոցների կրկին առաջարկում է վերսկսել Վաշինգտոն-Թեհրան բանակցությունները։ Անտալիայի դիվանագիտական ֆորումին հայկական պատվիրակությունն այս տարի ոչ ավանդական կազմ կունենա։ Արտգործնախարարն ու հայ-թուրքական կարգավորման հարցով բանագնացը չեն մեկնի Թուրքիա։ Թե որն է պատճառը, պաշտոնյաները չեն բարձրաբանում։ Արդյոք 4.5 տարի շարունակվող, բայց ոչ միայնական առաջընթաց չգրանցող բանակցային գործընթացը։ 2022-ից հայ-թուրքական կարգավորման մեկնարկից ի վեր առաջին անգամ Անտալիայի դիվանագիտական ֆորումին այս տարի Հայաստանը կներկայացնի ոչ թե նախարար Արարատ Միրզոյանը, այլ փոխարտգործնախարար Վահան Կոստանյանը։ Թե ինչու է պաշտոնական Երևանը արտգործնախարարի փոխարեն Թուրքիա գործուղում փոխարտգործնախարարի հայտնի չէ։ Հարցի պատասխանն արտգործնախարարությունից ստանալ չի հաջողվել։ Նախարարությունը առհասարակ ֆորումին մասնակցության վերաբերյալ ոչ մի տեղեկություն մինչ այժմ չի հրապարակել։ Այն, որ Վահան Կոստանյանն է մեկնելու Անտալիա, պարզ է դառնում Անտալիայի ֆորումի կայքում հրապարակված ցանկից։ Նա այս տարի Հայաստանի միակ ներկայացուցիչը կլինի։ Ասում եմ, երբ որ ժամանակը գա, դեռ մի քանի օր կա, մինչև դա կտեսնենք ով կմասնակցի կամ չի մասնակցի։ Անտալիա չի մեկնի նաև հայ-թուրքական կարգավորման հարցով գլխավոր բանակցող Ռուբեն Ռուբինյանը, որն ամենամյա այս ֆորումին մասնակցել է եւ 2024-ին եւ 2025-ին, ուղեկցելով արտգործնախարարին։ Ֆորումը դառնում էր ինչպես արտգործնախարարների, այնպես էլ Երևան-Անկարա կարգավորման հարցով հատուկ ներկայացուցիչներ Ռուբեն Ռուբինյանի եւ Սերդար Քլչի առանձին հանդիպումների առիթ։ Ռուբինյանն այսօր չպարզաբանեց, ինչու է որոշել չմեկնել Անտալիա։ Ես Անտալիա չեմ մեկնել։
մեկնելու։ Արտգործնախարարը Դե ասեցի էլի արտգործնախարարությունը կայտարարի։ Դե հա, բայց ով ամեն անգամ չեմ եկել։ Ոչ։ Արդեն 4 տարի է, ինչ Երևանն ու Անկարան հաշտեցման հերթական փորձն են սկսել։ Բայց կողմերի գլխավոր պայմանավորվածությունը երրորդ երկրների քաղաքացիների համար սահմանի բացումը թղթի վրա է։ Հայկական կողմը դեռ 2023-ին էր հայտնել, որ հայ-թուրքական սահմանի մարգարայի անցակետը պատրաստ է շահագործման։ Այս տարեսկզբին թուրքական լրատվամիջոցները գրեցին, գրեթե պատրաստ է նաև Ալիջանի անցակետը, բայց կրկին որևէ կոնկրետ քայլ սահմանի բացման ուղղությամբ չեղավ։ Քանի պայմանավորվածությունը կյանքի չի կոչվել, իմաստ չեք հանդիպել օրինակ ձեր Բայց ես բացարձակ տես բան չասեցի։ Դե հիմա բայց դուք ձեր ենթադրությունները հազար ձև կարող եք ձևակերպել։ Ես ձեզ ասացի, Անտալիայի դիվանագիտական ֆորումին կլինի ներկայություն, կիմանաք ինչ մակարդակով, ոնց եւ երբ։ Ընդդիմադիր Հայաստան խմբակցության падգամավորը կարծում է, ֆորումին փոխնախարարի մակարդակով մասնակցելու Երևանի որոշումը կարող է կապ ունենալ ոչ միայն նախընտրական փուլի հետ, այլ նաև առհասարակ ասելիքի բացակայության։ Իրականում այդ ֆորումին պսպղան մասնակցությունը նախորդ տարիներին իմաստազուրկ էր, որովհետև գործնականում Թուրքիան հաշտեցման եւ Հայաստանի դեմ իր ճշտամական գործողությունները վերացնելու որևէ քայլ չէր անում։ Եվ իրականում հիմա իշխանությունը պետք է խոսի այդ առանց նախապայմանների 22 թվականից Թուրքիայի հետ բանակցությունները վերջը ուր հասան։ Այն ժամանակ էլ էինք զգուշացնում, որ կեղծ է առանց նախապայմաններ ձևակերպումը։ Երևանն ու Անկարան ի սկզբանե հայտարարել էին, թե համաձայնել են հարաբերությունները կարգավորել առանց նախապայմանների, բայց հետագայում Անկարան բազմիցս ընդգծել է Հայաստան-Թուրքիա կարգավորումը ուղիղ կապ ունի Հայաստան-Ադրբեջան կարգավորման հետ։ Հիմա, երբ հայ-ադրբեջանական խաղաղության պայմանագիրը նախաստորագրված է եւ ինչպես կողմերն են պնդում հաստատված է խաղաղություն, ինչու չի բացվում սահմանը։ Դե խաղաղությունը հաստատված է, բայց գործընթացները պետք է գնան իրենց հունով։ Մեր կողմից որևէ խնդիր չկա եւ մենք ոչ ոք նախապայման կա, պայմանավորվածությունը կա, պետք է իրագործվի։ Չեմ կարծում։ Խորհրդարանական ընդդիմությունը դեռ 2022-ից է պնդում, թե Թուրքիան պատրաստ չէ առանց նախապայմանների հարաբերություններ հաստատել Հայաստանի հետ։ Պատգամավոր Գեգամ Մանուկյանն այսօր դարձյալ պնդեց. Անկարան որևէ քայլ չի անի, քանի դեռ Հայաստանը Ադրբեջանի բոլոր պահանջները, այդ թվում նոր սահմանադրության ընդունումն ու անկախության հռչակագրից հրաժարումը չի բավարարել։ Բաքուն արդեն կանաչ լույս վառելու դեպքում է, որ Թուրքիան ինչ-որ քայլեր կձեռնարկի, բայց դեռ հարց է, դա վերաբերվելու է դիվանագիտական հարաբերություններ հաստատելուն, սահմանները բացելուն, թե կաթիլ է փորձելու ներկայացնել։ Իդեպ, ըստ պաշտոնական կայքի, Անտալիայի ֆորումին Ադրբեջանը ներկայանալու է ամենաբարձր նախագահի մակարդակով։ 2022-ից հայ-թուրքական Իսկ ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը 2 օրից մեկնելու է Ստամբուլ մասնակցելու միջխորհրդարանական միության վեհաժողովին։ Բազմաթիվ խորհրդարանների ղեկավարներ են այնտեղ լինելու, նախատեսված հանդիպում կա այս պայդրությամբ 2 գործընկերոջ հետ, մի խոսքով։ Ում հետ են հանդիպումներ։ Ադրբեջան եւ Վրաստանի գործընկերների հետ։ Աշխատանքային այցով Բրյուսելում գտնվող Հայաստանի արտգործնախարարը հանդիպել է Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ Եվրամիության արտգործնախարարի հետ։ Արարատ Միրզոյանն ու Կայա Կալասը քննարկել են Հայաստան-Եվրամիություն գործընկերության ռազմավարական օրակարգի կյանքի կոչման հարցեր, անդրադարձել մայիսին Երևանում կայանալիք Հայաստան-Եվրամիություն գագաթնաժողովի նախապատրաստմանը։ Ըստ արտգործնախարարության պաշտոնական հաղորդագրության կարևոր են համարել տնտեսական եւ տրանսպորտային փոխկապակցվածության, ինչպես նաև էներգետիկայի ոլորտում համագործակցության խթանման ծրագրերի կյանքի կոչումը։ Մոսկվային նյարդայնացնում է հենց Եվրամիության հետ Երևանի մերձեցման ջանքերը, ինչը ռուս պաշտոնյաները, այդ թվում նախագահ Պուտինը, չեն էլ թաքցրել։ Ու չնայած Երևանում իշխանության ներկայացուցիչները պնդում են, թե հայ-ռուսական հարաբերություններում չկան լուրջ խնդիրներ, Փաշինյան-Պուտին լարված զրույցից հետո Ռուսաստանում 2 տարվա դադարից հետո հիշել են նաև այսպես կոչված ջերմուկի գործը։ Այն վերաբացվել է դրանից առաջ հայկական կոնյակի մի բրենդի արգելման հարցեր Մոսկվան քննարկում։
Հայկական ջերմուկ գրուպը կրկին հայտնվել է ռուս իրավապահների ուշադրության կենտրոնում։ Ռուսաստանի քննչական կոմիտեն վերսկսել է 2 տարի առաջ 65-ամյա տղամարդու մահվան գործի քննությունը նոր ի հայտ եկած հանգամանքների հիմքով։ Ըստ նախնական տվյալների տղամարդու ինքնազգացողությունը կտրուկ վատացել էր ջերմուկ խմելուց հետո։ Հոսպիտալացվել էր, բայց բժիշկներին չէր հաջողվել նրա կյանքը փրկել։ Ռուսական կողմի վարկածով շշում հանքային ջրի փոխարեն քացախաթթու է եղել։ Թե ինչ նոր հանգամանքներ են ի հայտ եկել գործը վերաբացելու համար, ռուսական աղբյուրները չեն հաղորդում։ Ջերմուկ գրուպի տնօրեն Վլադիմիր Պողոսյանն ազատության հարցերն այսօր անպատասխան թողեց, իսկ ընկերության հիմնադիր Աշոտ Արսենյանի հեռախոսահամարն էլ ողջ օրն անհասանելի էր։ Արսենյանը սակայն Ժողովուրդ օրաթերթի հարցին է պատասխանել մեջբերում նրա խոսքից։ Հորդորում եմ խնայել սեփական ջանքերն ու թողնել հայկական ամենահեղինակավոր բրենդի վրա ցեխ շպրտելու խղճուկ փորձերը։ Մշուշոտ ենթադրությունների ետևում պարզ նշմարվում են ոմանց ականջները։ Բայց թե ում ականջներն է նշմարել գործարարը չի մանրամասնել։ Ջերմուկ գրուպն էլ տարածած հայտարարությամբ նշում է քրեական գործի հարուցումից ի վեր ընկերության դեմ առաջադրված մեղադրանք չկա։ Աշխատակիցներից էլ ոչ ոք ոչ որպես կասկածյալ, ոչ էլ որպես մեղադրյալ ներգրավված չեն։ Ընկերությունը նաև պնդում է, թե Ռուսաստանում իր դեմ ներկայացված քաղաքացիական հայցը դատական բոլոր ատյաններում մերժվել է։ Ընկերությունն անդրադառնալով քրեական գործի պատճառ դարձած շշի պարունակությանը նշել է դատաքննության ընթացքում ներկայացված փորձաքննությամբ արտադրանքի անվտանգության խախտումներ չի արձանագրվել։ Հայաստանի սննդի անվտանգության տեսչական մարմնի մամուլի խոսնակ Անուշ Հարությունյանն ազատությանն ասաց, այդ օրերին հատուկ ստուգում է իրականացվել նաև ջերմուկի մայր գործարանում։ Եզրակացություններն էլ ուղարկվել են Ռուսաստան։ Բացառվում է որևէ այլ նյութի արկայություն ջերմուկի շշում։ Մենք այնտեղ նույնիսկ փորձարկումներ արեցինք, համակարգը ինքը դուրս է դնում, եթե ջերմուկից բացի որևէ այլ սուբստանցիա, այսպես ասեմ, կարող է հայտնվել այդ շշում։ Փորձել ենք օտար մարմին տեղադրել, ջուր, այլ հեղուկ լցնել, համակարգը ինքը միանգամից հանում է։ Էլ չեմ ասում, որ այնտեղ սանիտարահիգիենիկ նորմերի որևէ խնդիր լինել չի կարող։ Ավելի վաղ ռուսական լրատվամիջոցները հայտնել էին, թե Ռոսալկոգոլ տաբակ կոնտրոլը սկսել է Պրոշյանի կոնյակի գործարանի լիցենզիայի չեղարկման գործընթաց ներմուծվող կոնյակի նմուշներում խախտումներ արձանագրելուց հետո։ Գործարանից պնդել էին տեղեկությունը սխալ է, իրենց շփոթել են Ռուսաստանում գործող դիստրիբյուտոր ընկերության հետ։ Արդյոք Փաշինյան-Պուտին հանդիպումից հետո Մոսկվայի զգուշացումը կարելի է համարել հայկական բիզնեսների հետ կատարվողը Ռուսաստանում, հատկապես երբ եւ նախագահ Պուտինը եւ փոխվարչապետ Օվերչուկը հատուկ ընդգծել էին, թե որքան կարևոր է ռուսական շուկան դեպի Եվրամիություն ցկտող Հայաստանի համար։ Լրագրողների այս հարցերին այսօր իշխող ուժից ազգային ժողովի նախագահն ու փոխնախագահն արձագանքեցին, հայ-ռուսական հարաբերություններում լուրջ խնդիրներ չկան։ Մենք որևիցե սպառնալիք չենք մեզանից ներկայացնում Ռուսաստանին, չենք պատրաստվում սպառնալիք դառնանք եւ նման մտադրություն չկա, ինչ որ հարցեր կան, այդ հարցերը բոլոր երկրների մեջ գոյություն ունեն եւ մի պա բարձրանում են այդ հարցերը, շատանում են, քչանում են, մենք քաղաքական գործիչներս այդ հարցերը քննարկելու եւ լուծելու համար ենք։ Այս խոսակցությունները, այս թեմաները նոր չեն, այսինքն նախորդ տարի էլ է խոսվել դրա մասին, դրա նախորդ տարի էլ է խոսվել դրա մասին։ Ինչպես տեսել եք, ոչ մի կատաստրոֆիկ բան տեղի չի ունեցել։ Ռուսաստանը մեր բարեկամ երկիրն է։ Մենք շարունակելու ենք շատ բարեկամական մթնոլորտում քննարկել, բնականաբար ոչ բոլոր հարցերի շուրջ համաձայն լինելու։ 2 տարի առաջ ջերմուկի հետ կապված դեպքից հետո Ռուսաստանում սահմանափակվել էր հայկական հանքային ջրի վաճառքը։ Սննդի անվտանգության տեսչական մարմնից փոխանցեցին այդ սահմանափակումները, կարճ ժամանակ անց հանվել են ու հիմա այդպիսի խնդիր չկա։ Պետական եկամուտների կոմիտեի տվյալներով վերջին 5 տարիներին Հայաստանից Ռուսաստան ջերմուկ հանքային ջրի արտահանումը կրկնապատկվել է 7.6 միլիոն դոլարից հասնելով 15 միլիոն դոլարի։ Մի թեմա էլ միջազգային լրահոսից ենք առանձնացրել, Հորմուզի նեղուցը երկկողմանի փակ է, մի կողմից ամերիկացիների, մյուս կողմից իրանցիների, երկուստեք կոշտ հռետորաբանությանը զուգահեռ միջազգային լրատվամիջոցները հայտնում են, որ բանակցությունների երկրորդ փուլ կարող է անցկացվել արդեն այս շաբաթ ու կրկին միջնորդական ջանքեր է գործադրում Իսլամաբադը։ Չնայած Հորմուզի շուրջ երեկվանից ամերիկյան զինուժի շրջափակմանը Իրանի հետ առնչվող առնվազն 4 նավ է անցել նեղուցը, հայտնում է BBC-ն, որը վերլուծել է նավագնացության տվյալները։ Իրանական նավահանգիստների նկատմամբ շրջափակումն ԱՄՆ-ն սկսեց, երբ Իրանի հետ Պակիստանում շաբաթ չկարողացան համաձայնության գալ պատերազմը դադարեցնելու շուրջ։ Իրանը պատերազմի մեկնարկից ի վեր փակ էր պահում Հորմուզը, որտեղով անցնում է աշխարհում սպառվող նավթի մոտ 20%-ը։ ԱՄՆ-ն երեք հայտարարել էր, որ ամերիկյան զինուժի սահմանած շրջափակումը կգործի միայն Իրանի հետ առնչվող նավերի համար։ Ըստ
Reuters-ի նեղուցն անցել է նաև ամերիկյան պատժամիջոցների տակ գտնվող չինական մեկ լցանավ։ Դոնալդ Թրամփն էլ սոցցանցում գրել է, թե երեկվանից Հորմուզով 34 նավ է անցել, պնդելով, որ դա ամենաբարձր թիվն է Իրանի կողմից նեղուցի փակելուց ի վեր։ Bloomberg-ը իր աղբյուրներին հողումով հայտնում է, որ Իրանը քննարկում է Հորմուզով նավագնացությունը ժամանակավորապես դադարեցնելու հարցը, ԱՄՆ-ի հետ լարվածությունը սրելուց եւ բանակցությունները խափանելուց խուսափելու նպատակով։ Նեղուցի շուրջ այս իրադարձությունների ֆոնին նավթիկին իջել է $100, սակայն դեռ առնվազն 36%-ով բարձր է նախապատերազմական գնից։ Մինչ այդ ԱՄՆ փոխնախագահը զգուշացրել էր, եթե Իրանը շարունակի փակել նեղուցը եւ չընդունի ԱՄՆ առաջարկները, ապա ԱՄՆ-ն թույլ չի տա, որ Իրանի հետ առնչվող որևէ նավ դուրս գա նեղուցից։ Fox News-ին տված հարցազրույցում J.D. Vance-ն Իրանին մեղադրել էր նեղուցը փակ պահելով, մեջբերում եմ տնտեսական ահաբեկչություն իրականացնելու համար։ Նաեւ նշել էր, որ իր հերթին շրջափակում հաստատելով ԱՄՆ-ն ցույց տվեց, որ կարող է հակադարձել Իրանի ցանկացած գործողության։ Vance-ը նաեւ ասել էր, որ Պակիստանում անցկացված բանակցություններում բավական առաջընթաց է գրանցվել եւ հիմա գնդակն Իրանի դաշտում է։ Այս պահից սկսած գլխավոր հարցն այն է, թե արդյոք իրանցիները բավարար ճկունություն կունենան, կընդունեն այն կարևորագույն բաները, որ անհրաժեշտ են, որպեսզի սա այլը տեղից շարժվի։ New York Times-ը հայտնում է, որ Թեհրանն Իսլամաբադում համաձայնել է 5 տարով դադարեցնել ուրանի հարստացման ծրագիրը, սակայն Վաշինգտոնը պնդել է, որ այն կասեցվի 20 տարով, ինչին էլ Իրանը չի համաձայնել։ ՄԱԿ-ում Իրանի դեսպանը դատապարտել է ԱՄՆ կողմից իրանական նավահանգիստների շրջափակումը, ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին ուղղված նամակում Ամիր Սաիդ Իրավանին նշել է, որ նեղուցի մեջբերում եմ անօրինական շրջափակումը Իրանի ինքնիշխանության եւ ծովային միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքների լուրջ խախտում է։ Չինաստանը, որը Պարսից ծոցի երկրների նավթի խոշոր ներկրողներից է, կոչ է արել մեղմել լարվածությունը։ Արգոսնախարարության խոսնակն ԱՄՆ զինուժի կողմից իրանական նավահանգիստների շրջափակումը մեջբերում եմ վտանգավոր եւ անպատասխանատու քայլ է անվանել։ Սա միայն կսրի լարվածությունը, կսրի արդեն իսկ փխրուն հրադադարը եւ ավելի կազդի Հորմուզի նեղուցում նավարկության անվտանգության վրա։ Սա վտանգավոր եւ անպատասխանատու գործողություն է։ Associated Press-ը եւ Reuters-ը հայտնում են, որ ԱՄՆ-ն եւ Իրանը կարող են կրկին բանակցել վերջ տնելու պատերազմին, որը Իրանի նախնական գնահատականներով $270 միլիարդ վնաս է պատճառել երկրին։ Ըստ գործակալությունների Պակիստանը ԱՄՆ-ին եւ Իրանին առաջարկել է վերսկսել բանակցությունները, որոնք կարող են անցկացվել կրկին Իսլամաբադում, թեև դիտարկվում է նաեւ Ժնևը։ Վերջնական օր եւ վայր սակայն դեռ որոշված չէ։ Իրանական դիվանագիտական աղբյուրը իրանական իրնագործակալությանն ասել է, որ Իրանը եւ Պակիստանը դեռ ուղերձներ են փոխանակում։ Իրանը նաև սպասում է բանակցությունների հաջորդ փուլի վերաբերյալ լրացուցիչ տեղեկատվության։ Իրանի նախագահը ֆրանսիացի գործընկերոջ հետ հեռախոսազրույցում ասել է, որ Թեհրանը պատրաստ է շարունակել բանակցությունները։ Մասուդ Փեզեշկյանը սակայն նշել է, որ սպառնալիքները, ճնշումները եւ ռազմական գործողություններն անօգուտ են եւ կվատթարացնեն խնդիրները, որոնք նրա խոսքով հենց Միացյալ Նահանգներն է ստեղծել։ Ու մինչ անորոշ է, թե երբ եւ արդյոք կվերսկսվեն բանակցությունները, Իսրայելը շարունակել է հարվածներն արևմուտքի կողմից ահաբեկչական ճանաչված Հեզբոլլահի ենթակառուցվածքներին Լիբանանում։ Կան զոհեր եւ վիրավորներ։ Ֆրանս պրեսը հայտնում է, որ ԱՄՆ միջնորդությամբ Լիբանանն ու Իսրայելն այսօր բանակցություններ կվարեն Վաշինգտոնում։ Պետդեպարտամենտը հաստատել է, որ դրանք տեղի կունենան պետքարտուղար Մարկո Ռուբիոյի միջնորդությամբ։ Կմասնակցեն նաեւ ԱՄՆ-ում Իսրայելի եւ Լիբանանի դեսպանները, նաեւ Բեյրութում ԱՄՆ դեսպանը։ Իրանի աջակցությունը վայելող Հեզբոլլահի գլխավոր քարտուղար Նաիմ Քասեմը կոչ է արել չեղարկել բանակցությունները, դրանք որակելով անօգուտ։ Իսրայել-Լիբանան սպասվող բանակցությունների ֆոնին Իտալիայի վարչապետը հայտարարել է, որ ստեղծված իրավիճակով պայմանավորված Իտալիան կասեցնում է Իսրայելի հետ պաշտպանության ոլորտում գործող համաձայնագիրը։ Այլ մանրամասներ Ջորջիա Մելոնին չի ներկայացրել։ Այսքան այս եթերաժամի համար ես ձեզ հրաժեշտ եմ տալիս ազատություն.am կայքում լրահոսը թարմացվում է սոցցանցերի մեր էջերում նույնպես հետևեք հաջողություն։